Ձեզ հետ ուզում եմ կիսվեմ 4-րդ թագավորաց 4-րդ գլխից 8-րդ համարից եւ այդտեղ մի պատմություն կա, պատմությունը կարծում եմ շատերս գիտենք եւ պատմությունը հետեւյալի մասին է։ Պատմությունը պատմում այն մասին, որ Եղիսե մարգարեն անցնում էր ուրեմն Սունամով, այդպիսի մի երկիր կար հարևանությամբ Իսրայելի եւ ուրեմն մի կին կար, որը հարուստ էր, հետաքրքիր է, որ այս կինը մենակ չէր ապրում, այլ ապրում էր իր ամուսնու հետ։ Բայց խոսքը նշում է, որ կնոջ մասին է խոսքը նշում, հետո կարծես կինը ներկայացնում է իր ամուսնուն։ Եվ ամեն անգամ ուրեմն ստիպեց նրան, որ իր մոտ մտնի եւ հաց ուտի եւ ուրեմն ամեն անգամ երբ որ անցնում էր այդտեղից այդուհետև, այսինքն դրանից հետո ամեն անգամ մտնում եւ ուրեմն այդտեղ հաց էր ուտում, ճաշում էր։ Եվ ահա կինը ասեց, ահա գիտեմ, որ այդ Աստծո մարդը սուրբ է, որ միշտ անցնում է մեր մոտով։ Թող մի փոքր վերնատուն շինեմ պատի վրա։ Եվ նրա համար այնտեղ անկողին, սեղան, աթոռ եւ աշտանակ դնեմ, որ մեզ մոտ գալիս այնտեղ գնա եւ մեզ մոտ գալիս ներողություն այնտեղ գնա եւ եղավ մեկ օր, որ նա եկավ այնտեղ եւ ուրեմն այդ տունը շինեցին եւ երբ որ Եղիսեն օրերից մի օր եւս անցնում էր այդ վայրերով, եկավ եւ բարձրացավ այն տունը, որ իրան տրամադրել էին։ Ուզում եմ այս մասին խոսենք այսօր եւ որոշ բաներ կա, որ կուզեի ձեր հետ կիսվեի։ Հետաքրքիր է, շեշտեցի եւ նշեցի, որ խոսքը չի ասում, որ կային ամուսիններ, այլ ամիջապես կնոջ մասին է ասում, եւ մենք գիտենք, որ Աստծո խոսքում գրված է, որ այր ու կին մեկ մարմին են։ Եվ այսօր մենք պիտի դիտարկենք այս երկուսին որպես մեկ մարմին, մեկ անձի մեջի ուրեմն խոսող կերպարներ կամ դրսևորումներ, մեր ադամական կերպարը եւ ուրեմն կինը որպես մեր հոգու դրսևորումը։ Այս մեկ էության մեջ կամ ամուսինների մեջ բավականին ակտիվ էր Աստծո հետ կապված հոգու կերպարը։ Մենք հետագայում կկարդանք ու կտեսնենք, որ այս մարդը, այս ընտանիքը ունեցել էր խնդիր, ունեցել էր տարիների խնդիր եւ նրանք տարիներ խնդրել էին միգուցե տարբեր չաստվածների եւ միգուցե խնդրել էին նաեւ իրական Աստծուն եւ նրանք զավակ չէին ունեցել։ Այս ընտանիքը չուներ ուրեմն զավակ, բայց զարմանալի է այս կնոջ երևույթը շատ զարմանալի է, որ ինքը վիրավորված չէր եւ Աստծո մասին խոսակցությունը իրան վերք չէր առաջացնում, այլ հարգանք էր բերում։ Մենք պիտի գտնենք կերպարների եզակիությունը, ինչի, որովհետև կերպարներն են Աստվածաշնչում տեղ գտնում, նրանք ովքեր եզակի են, իրենց ոչ շարքային լինելու մեջ, նրանք հատուկ են, եւ հատուկը այստեղ հենց սա է, հենց սկզբից երևում է եւ դրա համար ուրեմն նշում է, որ կինն էր հարուստ, չի նշում, որ ամուսիններ կար եւ ամուսինները հարուստ են, եւ եթե մենք սկզբից նայենք, կուզեմ նշեմ, որ երբ որ կինը ընդամենը հաց տվեց այն աթոռի վրա, որտեղ նստում էին մարդիկ, այն սեղանի վրա, որտեղ օգտվում էին մարդիկ, այսինքն բոլորին նվիրված ամեն ինչից մի մաս տվեց Աստծուն, եւ գիտես, Աստված այնպիսին է, որ ընդունում է ամեն քո տվածը, որքան որ դու պատրաստ ես տաս, ինքը հենց դա է ընդունում։ Շատ զարմանալի է մեր Աստված, որ լինելով այդքան վեհ եւ որևէ բանի կարիք չունեցող, նա օգտվում է քո տված ամեն ինչից սիրով է այդ ամենը վերցնում։ Եվ մենք միայն մարդիկ ենք, որ նայելով ասում ենք, սա ինչ տվեց կամ իմ արածս լավն է կամ հասկանում եք ինչ եմ խոսում։ Երբ որ մի կարևոր դեմքի, կարևոր մեկի հրավիրես եւ պատշաճ չվարվես, նորմալ չդիմավորես եւ այլն, կարծում եմ ինքը կվիրավորվի։ Մենք տեսնում ենք, որ Աստծո մարդը չի վիրավորվում եւ այստեղ Աստծո մարդը Աստծո կերպարն է։ Մենք պիտի դիտարկենք որպես Եղիսեին Աստծո կերպար։ Ուրեմն ընդամենը հաց տվեց եւ դրանից հետո
Աստծո համար այս բանը չկա, ինչ կմտածեն։ Եթե դու տեղ ես տալիս, ինքը այդքան կգա։ Ինչքան տեղ տաս, այդքան կգա։ Ամիսը մեկ անգամ հացի տեղ տաս, ամիսը մեկ անգամ հացի կգա։ Որքան որ նրա այդ հարաբերության մեջ մտնես, ինքը այդքան կգա եւ ավել չի գա։ Եվ այստեղ չի գրված, որ եւ Եղիսեն առաջարկեց, որ իմ համար մի հատ տեղ սարքի, ես հաճախ եմ ստեղով անցնում։ Այլ կինը եւ հատկանշական է, որ նորից կինը էս ամենը ապրեց, որովհետեւ մենք խոսում ենք մեկ մարդու էության մեջ բնակվող հոգու եւ անձի մասին։ Եվ ուրեմն կինը ասեց իր ամուսնուն եւ տեսնում եք, որ ինչքան որոշիչ է իր ասածը։ Ես շատ հոգևորներից մեր հին լեքսիկոնն է դա, ոնց որը։ Ինչ որ ասում ենք, ասենք թե կոնկրետ է, որ դա հենց տենց է, մենք ավելացնում ենք ոնց որ թե տենց է, չգիտեմ, դա խոնարհության էլեմենտ է, թե չպնդելու էլեմենտ է, բայց այստեղ տեսնում ենք, որ երբ որ հոգին մի բան էր ասում, էլ չկար այդ ոնց որը, կասկածը չկար, սուտ խոնարհության մասը չկար, այլ ուրեմն կինը ասում էր, որ հենց տենց է եւ դա ճիշտ է անելը։ Երբ որ գիտես մի բան, որ ճիշտ է անելը, երբ որ մենք գիտենք, որ դա ճիշտ է անելը, կարիք չկա, որ շրջապատի կարծիքից մենք ձևափոխվենք կամ կերպարանք ընդունենք։ Եթե դա ճիշտ է եւ Աստծուց է, դա պետք է տենց լինի, ուղղակի տենց է ճիշտ։ Հասկանում ես, եւ եթե մեր էության մեջ կա երկուսը խոսող, իսկ մեր էության մեջ անպայման Ադամը արթուն է լինում։ Արթուն է լինում այնքան, ինչքան որ մենք չունենք երկրորդ մեկին լսելու, եւ մեր էության մեջ հանկարծ շատ հարցերում հենց ինքը Ադամն է որոշում, թե ինչ անենք եւ ինչ չանենք։ Այս ընտանիքում, այս երկուսի մեջ որոշող Ադամը չէր, որոշողը հոգին էր։ Ես ինչի եմ ասում հոգին էր, որովհետեւ հարսի կերպարը եկեղեցին է, եկեղեցու կերպարը հարսն է, եւ այստեղ կինն է ներկայանում։ Եվս այսպիսի մի պատմություն կա, որ մի նորից խոսալու բավականին նյութ է, երբ որ Դավիթը ուրեմն անապատում էր եւ Դավիթը Նաբաղի ուրեմն հովիվներին պահել էր արևանգումներից նրանց ունեցվածքը եւ ուրեմն Աբիգեյան խելացի էր եւ Աբիգեյան կանգնացրեց ջարդ, Աբիգեյան ճիշտ վարվեց, Աբիգեյան լսեց ծառային, իսկ ծառան կարող էր նաեւ Նաբաղին ասել, ծառան նես չէր, որ մոտիկ էր Աբիգեյայի հետ, ուղղակի Նաբաղը ականջ չուներ լսելու։ Դուք հասկանում եք ինձ, եւ այստեղ այս երկու ամուսինների մեջ տեսնում ենք երկու ծայրահեղ մի բան, եւ ծայրահեղ Ադամը մեռավ, իսկ հարսը ուրեմն թագավորին կին դարձավ։ Եվ սա մեծ հաշվով նաեւ մարգարեական է, որ մենք ինչպես տրված ենք Ադամին եւ կորուստի ենք գնում, բայց մեր ուրեմն Ադամ կերպարը մեր կյանքի մեջ մեռավ եւ մենք դարձանք հարս թագավորին։ Կարծում եմ բացատրական է այն ինչ որ ասում եմ, այսինքն մենք Քրիստոսի հարսը դարձանք, մինչդեռ մենք Քրիստոսի հետ որևէ կապ չունենք եւ ամուսին ունենք, որը գիտեք Նաբաղ անունը մի թարգմանության մեջ շուն է կոչվում։ Բայց գիտես ինքը Ղևի ցեղից էր։ Եվ Ղևի ցեղից հանկարծ շուն էր ստացվել, որովհետև շուն մենք երկու իմաստով ենք ասում, վատ իմաստով եւ հավատարմության իմաստով։ Իրա մեջ զարգացել էր ավելի վատը, քան հավատարիմը, որովհետև երբ որ դու չես մշակում քո քայլերը, սերունդը զարգանում է այն ուղղությամբ, որը թողում ես վայրի զարգանա։ Եվ դրա համար է հարկավոր, որ մեր սերունդը, եւ դրա համար էր Աստծո խոսքը պատվեր տալիս, որ ամեն անգամ քո սերունդներին պատմիր, եւ նրանք իրենց հայրերից, ծնողներից լսում էին Աստծո խոսքը, եւ լսում էին հեղինակավոր։ Գիտես, ես շատ եմ հանդիպել պարկեշտ մարդկանց, ովքեր որ սիրով հիշում են կամ մեջբերում են, թե ինչ է իրանց հայրը ինչ հիմքեր է դրել։ Եթե
եթե այդ ընտանիքը իսկապես ընտանիք, նորմալ ընտանիք ա եղել եւ հայրը իր տեղում։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ այս ընտանիքում հոգին բավականին որոշող էր, հոգու ձայնը բավականին ակտիվ էր, որոշող էր եւ ուրեմն նա զատեց եւ բնակարան սարքեց։ Հետաքրքիր է, որ նա սարքեց ուրեմն արդեն պատի վրա, արդեն կար հիմքեր այդ սարքելու համար եւ գիտես այնտեղ դրեց առաջարկը սա էր։ Ուրեմն թող մի փոքր վերնատուն շինենք պատի վրա եւ նրա համար այնտեղ սեղան դնենք։ Սեղան, ուրեմն անկողին, սեղան, աթոռ եւ ուրեմն աշտանակ։ Սրանք ամենք իր հատուկ իմաստ ունեն։ Գիտես, եթե մեզ տան մի սենյակ եւ այնտեղ չլինի անկողին, ես կարծում եմ մենք դժվարություն կունենանք օրեր անցկացնելու։ Այսինքն մենք կհասկանանք, որ սա մի տեղ է, որտեղ կարող ես հաց ուտել միայն։ Լինում ենք այդպիսի տեղեր, որտեղ սենյակ է եւ չկա մահճակալ։ Ուրեմն մենք հասկանում ենք կա սեղանը, կա աթոռը, չկա մահճակալը։ Սա միայն հաց ուտելու համար է։ Եղել է տենց տեղ, որ եղել եք։ Միայն սեղանն է, աթոռը եւ մահճակալ չկա։ Այն տեղերում, որտեղ դու պիտի հանգստանաս եւ ապրես, պարտադիր է, որ քեզ տրամադրեն մահճակալ։ Ուրեմն այս կինը առաջի հերթին ապահովեց Աստծո այդտեղ ապրելու տեղը։ Գիտես, իր հարաբերությունը հպանցիկ չէր։ Ովքեր որ սեփական տներ տեսել են կամ ունեն, կիմանան, որ սեփական տների դրսի մասում լինում է ինչ-որ մի նստարան, մի քար դրված, մի խոսքով այդտեղ տան բնակիչները, թաղի մարդիկ նստում են այդտեղ։ Այս կնոջ հարաբերությունը Աստծո մարդու հետ վաղուց արդեն տենց չէր։ Հնարավոր է տենցից է սկսվել, հնարավոր է, որ այդ իրանց ուրեմն նստարանի վրա եկել երբեմն նստել է եւ մի բաժակ ջուր է տվել, բայց հարաբերությունը աճեց։ Ուզում եմ իմանանք, որ ամենքս կարող ենք հարաբերություն աճացնել։ Եթե մենք չձեռնարկենք, ինքը չի ասի, իսկ կարող է մի հատ էլ ամեն անգամ, երբ որ անցնեմ, դու ինձ ճաշի հրավիրես։ Այս բանը ինքը երբեք չի ասի։ Ես խոսում եմ Աստծո հոգու մասին, սիրելիներ։ Ես խոսում եմ Աստծո հոգու մասին, որ մենք ենք նախաձեռնողը եւ մենք ենք իրան ասում, թե որքան տարածք մեր կյանքի մեջ զբաղացնի։ Եվ նորից ուզում եմ այս մասին կանգ առնել ու ասել, որ ինքը երբեք չես տեսնի, որ ասի, «Էդ ինչ է» կամ «Էս ինչ է սարքել» կամ չգիտեմ էլ ուրիշ բան, հասկանում ես, երբեք դու դա չես տեսնի։ Նա կվերցնի այն, ինչ որ դու իրան տալիս ես, նա գնահատությամբ դա կվերցնի եւ ուրեմն քո կյանքի մեջ այդքան կլինի, որքան որ դու նրան հրավիրում ես քո կյանքի մեջ։ Պատմությունը ուրեմն ասում է, որ ուրեմն նա տվեց անկողին, որտեղ ասում էր, որ դու կարող ես ապրել ստեղ, որքան դու կամենաս, դա քո կացարանն է։ Նա տվեց նաև սեղան, որտեղ ասում էր, ես պատրաստ եմ այդ սեղանի վրա բերել եւ ներդնել եւ նրա համար չեմ քո հետ ընկերություն անեմ, որ այդտեղից վերցնեմ։ Ես պատրաստ եմ ներդրվելու այդ սեղանի վրա ներդնելու եւ ուզում եմ, որ քեզ հաճելի լինի այդ ամենը։ Սեղանը ասում էր այդ, դե մենք զոհ ենք ընդհանրապես, չի ասում, բայց Աստծո համար հաճելի հարաբերությունները եւ ուղիղ սիրտը ամենամեծ զոհն է եւ ինձանից առաջ խոսողը շատ լավ այդ մասին ասեց։ Նա նաեւ դրեց աթոռ եւ գիտես այդ աթոռը տենց չէր, որ երբ որ տանը մարդ չկա, այդ աթոռը տանում ուրիշին էին տալիս։ Նա տվեց աթոռ, որտեղ միայն նստում էր Աստծո մարդը, այսինքն տվեց այն գահը, որտեղ որ գիտես, մենք հնարավոր է պահի ազդեցության տակ տալիս ենք երբեմն, տալիս ենք Աստծուն իսկապես գահը, կամ որևէ մեկից մոտ իսկապես գահն է տրված, միգուցե մահճակալը չի տրված։ Եվ գիտես, եթե մենք նայենք այս սենյակը, եթե այս ամենը լիներ աթոռը, լիներ անկողին, ամեն ինչ լիներ, այդ ամեն 4 բաղադրիչները լիներ ու չլիներ սենյակը։ Ինչ ես կարծում, ինքը իրան կզգար, որ ինքը իր տանն է։ Որովհետև մենք այնքան ենք մեր տան ղեկավարը,
որ ինքը չի կարա տեղ ղեկավարը լինի։ Ինքը կարա տեղ մի անկյունում նստի։ Դուք ինձ հասկանում եք, ես խոսում եմ Աստծո հոգու մասին եւ ամուսինները դա մեկ անձի մեջ եմ նայում, անձը եւ հոգին։ Իսկապես հարաբերությունն էր Տիրոջ հետ եւ ոչ միայն Տիրոջ հետ հարաբերություններ, այս կինը հոգու գործնական կերպար էր։ Հոգուն հասկանալու համար միայն հոգևոր պետք չի լինել։ Աստծո խոսքը ասում է դուք պիտի զարգանաք, որ ինձ հասկանաք։ Աստծո խոսքում է դա ասում։ Եթե դուք չզարգանաք, Տերն է ասում, ինչ չեք հասկանա, իմ գրվածը չեք հասկանա։ Այս կինը այնքան, ոնց են ասում, մեր հայկական խոսքով այնքան էփված էր, այնքան տեղին էր, որ անմիջապես հասկացավ նրան այդտեղ ապրելու համար հարկավոր է գոնե 4 բանը։ Եվ անմիջապես 4-ն էլ նշեց, մի բան չթողեց հետո կամ տողի չերևացող մասում։ Եվ հարկավոր էր աշտանակ։ Ինչ բան աշտանակը, աշտանակը նա է, որ լույս է տալիս։ Աշտանակը նրա գործնայության մասն էր, եթե սեղանը ներդրվելու եւ նրան հաճեցնելու, նրան ուրեմն զոհ բերելու մասին էր, եթե աթոռը նրան որպես իր կյանքի տեր եւ թագավոր հռչակելու մասին էր, ապա աշտանակը գործնայության մասին էր։ Աշտանակը ինքը սովորություն ունի, ինքը պետք է վերցնի յուղ։ Իսկ յուղը տալիս Աստված, յուղը ուրիշ տեղից չես կարող գտնել։ Ուրեմն ես խոսում եմ օծության յուղի մասին, Սուրբ Հոգու յուղի մասին։ Աշտանակը տենց սովորություն ունի, ինքը յուղ չի արտադրում, ինքը յուղ է ծախսում, ինքը յուղը վերածում է լույսի։ Լսում եք։ Այս կինը ասում էր, որ ես հենց այդ կերպարն եմ ուզում լինեմ, այդ իմ ցանկությունն է, որ խոսքը ամեն քո օծությունը, ամեն քո հպումը դառնա գործ իմ կյանքի մեջ եւ դրանով լուսավորվի իմ շրջապատը եւ մարդիկ գործը տեսնեն։ Սիրելիս, մեր օծված ենք, օծված չենք, լցված ենք այսօր խոսքով, լցված չենք եւ այլն։ Դա կերևա, թե որքան է մեր լույսը շրջապատում։ Լույսը մարդիկ տեսնելով հետո են քննում, բայց այդ լույսը ոնց էր, որ այդքան էր։ Հզոր էր կամ հաճելի էր կամ լավն էր կամ հաղթեց խավարին եւ այլն, դա հետո է քննվում։ Բայց յուղ ստացողը պիտի լույս արձակի։ Եթե յուղը ստանում ենք եւ ամանը անցք ունի, ծակ ունի եւ գնում է ու հետո մենք էլի յուղի կարիք ունենք, բայց չկա գործը, այստեղ խնդիր կա։ Ես պատե անգամներ ամեն անգամ ասում եմ, որ երբեմն աշխարհը խնդիր չունի, եկեղեցին խնդիր ունի, որովհետև մենք երբեմն շատ կարծիքներ ենք հաշվի առնում, բայց մինչդեռ տեսնում ենք այս կինը ոչ մի կարծիք չի հաշվի առնում։ Մենք հետագայում կտեսնենք, որ այս կինը ոչ թե հանդու գնա, այլ գիտի, որ Աստծո հոգուն հնազանդվելը լինում է միայն այդպես եւ շուտով կտեսնենք պատրվակ է լինում, որ ամուսինն ասում է, բա ինչ ես գնում, ասում է հանգիստ մնա։ Լսեք, սիրելի տղամարդիկ, ես տղամարդ-կին հարաբերության մասին չեմ խոսում։ Կարծում եմ դուք ինձ հասկանում եք, ես խոսում եմ մեր էության մեջ, երբ որ Սուրբ Հոգին ներգործում է, գալիս է, որ խոսի, ով է իրան հանդիպում, ով է իր հետ խոսում է մեր ներսի հոգին, թե խոսում է մեր անձը, մեր տրամաբանությունը, մեր մարդկային հիմքերը, ով է իր հետ հարաբերվում։ Ես խոսում եմ սրա մասին։ Արդյոք ինքը տան Տիրոջ իրավունք ունի։ Մենք տեսնում ենք այս ընտանիքի մեջ որոշողը կինն էր։ Ես այդ մասին չեմ խոսում, որ ընտանիքներում կինը որոշի։ Ես խոսում եմ, որ ամեն մարդու էության մեջ ճիշտ է, որ հասնենք մի տեղ, որ ոչ թե ադամական անձը որոշում կայացնի, այլ Աստծուց ծնված հոգին այնքան հասուն լինի, որ ինքը կարողանա ընդունի Աստծո հոգուն։ Հիմա ես ուզում եմ մի բան իմանանք եւ եւս մեկ անգամ դա վերլուծենք։ Պտտվում է օրհնությունը եւ տեղ է ման գալիս, որտեղ ինքը կնստի։ Որտեղ կնստի քո կարծիքով։
Որտեղ տեղ կա։ Լսեք, ամբողջ քաղաքը գիտի։ Ուրեմն այս քաղաքի ագրավները գնում են մի ուրիշ տեղ սնվում են, դե քաղաքում սնունդը քիչ է, իրանք շատ են։ Հատկապես կենտրոնում շատ լինողներ այդ կիմանան։ Երեկոյան մի մեծ բազմություն ագրավների գալիս դեպի քաղաք։ Գալի նստում են այդ ծառների վրա։ Եվ վայ հանկարծ դու տեղ ավտո կանգնացնես։ Ճիշտ եմ ասում։ Չգիտեմ ինչին դեղ չեն նստում, միգուցե ծառները քիչ են։ Բայց իրանք շատ հարմար է գալ եւ նստել ծառների վրա։ Մենք կարդում ենք, որ երբ որ այս կինը հրավիրեց հացի եւ հնարավոր է որ ասեց այսուհետև կարող ես։ Գիտես, Աստծո մարդը կամ կարող ենք ասել Աստծո հոգին ամեն անգամ գալիս էր։ Ինչի, որովհետև դու այդքան ես իրան տեղ տվել։ Հիմա օրհնությունը պատտվում է, շատ մարդիկ ասում են, իսկ ուր է օրհնություն, իսկ չի սենց լինում, նենց լինում, այ ես օրինակ սա եմ արել, մի վայրկյան, միգուցե դու անկողինը տարե դրսում ես դրել։ Եթե ինձ դրսում անկողին դնեն, ես չեմ կարող հանգստանալ։ Իսկ մենք կանգառում ոնց եք պատկերացնում։ Մարդ կարասի իմ անկողինը ավելի լավ է հարդարված եւ իր պարագաները ավելի թանկանոց են։ Պետք է տեղում լինի։ Այսինքն կա ինչ որ բաներ սենյակը եւ այդ 4 պարագաները, որ Աստծո հոգին կարա տեղ ապրի։ Հանի դրանցից մի բան, հանի աշտանակը ինքը գիշերը չի կարա տեղ մնա։ Լույս չունի։ Հանի աթոռը ինքը չի կարող նստի եւ իրան այդ սենյակի տերը զգա, որովհետեւ աթոռ չունի։ Հանի սեղանը չկա տեղ, որտեղ զոհը բերես։ Քո հարաբերությունը իր այդ խախտվեց։ Հանի մահճակալը ինքը ընդամենը կգա տեղ հաց կուտի ու կգնա։ Ինքը չի կարա տեղ մնա։ Այս ամեն ատրիբուտները իրանք խիստ կարևոր են։ Հիմա այս կնոջ բարի կերպարը եւ հոգու հետ համահունչ կյանքը հանկարծ հասկացվում է հետագայում։ Հələ որ մենք սենց գնում ենք, պատմում ենք թե ինչ հոգով առաջնորդվող էր եւ հոգին ճիշտ որոշումներ կան։ Շուտով ճակատագրային բաներ է լինելու։ Ով գիտի, որ բոլորիս կյանքում մի օր լինում են ճակատագրային բաներ։ Երանի է քեզ, որ չի եղել քո կյանքում։ Բոլորի կյանքում մի օր լինում է ճակատագրային լուրեր, ճակատագրային իրադարձություններ բոլորի կյանքում։ Այս կինը ինձ շատ զարմացրել է այս կերպարը եւ երань թե ստացվի կարողանամ կիսվեմ։ Եվ ուրեմն երբ որ մի անգամ եկել էր Սունամացի կնոջ տուն, ուրեմն ծառային ասեց, որ եւ ծառա Գեզին ասաց, այդ Սունամացի կնկան կանչիր։ Եվ նա կանչեց, եւ կինը կանգնեց նրա առաջին։ Եվ ծառային ասաց, ուրեմն Եղիսեն խոսում է ծառային, ծառան խոսում է կնոջ հետ։ Եվ ծառային ասաց, ասիր նրան, ահա մեզ համար այս բոլոր աշխատանքը քաշեցիր։ Հիմա ինչ է պետք անել քեզ համար։ Թագավորի մոտ մի բան ունես կամ զորագլխի մոտ։ Բայց կինը ասաց, ես իմ ժողովրդի մեջ եմ ապրում, բնակվում, եւ նա ասաց, ուրեմն ինչ է պետք։ Հասկանում ենք, որ այստեղ ընդմիջում կա եւ կինը երևի թե գնաց, որտեղ հետո էլի կանչում է ծառան։ Ուրեմն ինչ է պետք նրա համար, որ անեմ որ անել։ Եվ Գեզին ասաց, հիրավի ինքը որդի չունի, եւ մարդն էլ ծեր է։ Եվ ասաց, կանչիր նրան։ Եվ նրան կանչեց։ Եվ կինը կանգնեց դռներում։ Եվ Եղիսեն ասաց. Եկող տարի հենց այս ժամանակ մի որդի կծնես, կգրկես։ Եվ կինն ասաց. Ոչ ով իմ տեր, մարդ Աստծո, աղախնիդ սուտ մի ասիր, սակայն
հղիացավ եւ մի որդի ծնեց։ Հաջորդ տարի այն ժամանակ, երբ որ Եղիսեն ասել էր, եթե թույլ տաք ես բենջակս հանեմ։ Զավեշտալի բան պատմեմ։ Ուրեմն անցած տարի էր, մենք արդեն Ռասիա կինոթատրոնում ենք, շաբաթ օրվա ծառայություններ, ու ես ասում եմ, որ կամ կիրակի օրվա չեմ հիշում, ես ասում եմ, որ բոլոր հյուրերը Տերը օրհնի ձեզ, վերջը, եթե շաբաթ էր, ասում եմ, վաղը գնացեք ձեր եկեղեցիներ, եթե կիրակի էր, ասում եմ, որ հյուրը 1-2 անգամ ալին, վերջը, ասենց խոսում եմ, մի կին կանգնեց ոտքի, կարծեմ, թե վկայություն էր անում ու ասեց, որ ես Էմանուել եկեղեցուց եմ, դե հիացա, ասեցի, փառք Տիրոջը, վերջը, մենք մի եկեղեցի ենք, ու ասեց, չէ, բայց ես ստեղ պիտի գամ։ Այն մարդը ինչ թարսի բան է, ասեցի, հա, ես չեմ հարցնում, դե ինչի, որ ամբողջ բարձրախոսով դահլիճով մեկ չպատմի ինչի, ու ինքը պատմում ասում այնտեղ շատ ցուրտ է։ Ամառը ես շոկում եմ, իսկ մենք այնտեղ էփվում ենք, որովհետև կինոթատրոնի այդ վերևի տանիքը ինքը բետոնյա չի, ինքը մի հատ բարակ ժեշտ է ու էփում ես այդտեղ։ Ու մենք առաջի ամառն է, որ այդտեղ ենք, գարնանն ենք տեղափոխվել, ու այնքան շոքա, որ օդ չկա շնչելու, վերջը սկվազնյակ ենք ստեղծում եւ այլն, ու ես Ռուբիկ աղբորը պատմում, ասում եմ, այ քեզ առավելություն, դուք այնտեղ այդքան գումար եք ծախսում, սառացնում եք, որ մարդկանց հաճել լինի, մարդ կա, որ իրան էտի լավ չի ու ինքը գալիս է այդտեղ, որտեղ մենք էփում ենք, մեզ շատ վատ է ու երանի ենք տալի, որ դուք ստեղ։ Հիմա ձեր մոտ շատ շոկ է, կներեք։ Հիմա էլ մենք այնտեղ սառում ենք, արդեն չէ, արդեն ոնց որ լավ է։ Հիմա այնպես որ այս շոկին դիմանալը ամեն մարդու բան չի։ Տեր օրհնի ձեզ։ Բամ, զավեշտալի դեպքեր։ Վերադառնանք պատմությանը եւ ուրեմն երբ որ Աստված կամ Աստծո մարդը ասում է, որ այն ինչ որ դու չունես, շուտով կունենաս։ Ինքն ասում է, պետք չի ինձ սուտ բան մի ասա։ Մտածում ես ինչի, Աստծո մարդն ինչ հիմք ունի։ Այս մարդը սուտ չի խոսացել իրան։ Ես ինչի ասես ծանր տանում, ես ինչի ասենց համարյա թե վիրավորում, սուտ մի խոսի, երբ է սուտ խոսել քեզ։ Հասկանում ենք, որ այս կնոջ տարիների աղոթքն է սա եղել, սա տարիների վերքն է, սա երազանք է, որ ամեն տարի ինքը մտածել է, որ այս մյուս տարի, այս մյուս քայլից հետո ինչ-որ բան կփոխվի։ Եվ ամենքս մենք ունենք, ամենքս արդեն երազանքներ, որոնց մասին էլ չենք հիշում, որովհետև ամուսինը արդեն ծեր է ու ինքը էլ չի հիշում դրա մասին։ Մենք բաներ ունենք մեր մանկուց, երազած, փափագած ու մեկ էլ գալիս է ու հանկարծ տարիքը ասում է, որ էլ մի հիշի դա։ Ինչի, որովհետև այնքան որ հիշեցիր, ամեն տարի մի հատ վերք ստացար, Հիմա էլ այլևս դրա մասին մի փափագի, հաշտվի դրա հետ։ Ու այս կինը արդեն հաշտվել է, ու ուզում ասի, արի դու ինձ հույս մի կապի, որ հետո ես վատ չտանեմ այդ բանը։ Լսում ես ինչ եմ ասում։ Եվ այսօր շատ շատերս Սուրբ Հոգու հետ հենց տենց ենք խոսում։ Ասում ենք ինձ հիմա էլ վատ չի արդեն, ինչի, որտեղ վերքը վաղուց սպիացել է, ես էլ չեմ էլ ուզում այդ լսեմ։ Արի մի նորոգի այդ բան, այդ ամենացավոտ բանն էր, որ դու գտար։ Իսկ գիտես, ուզում եմ քեզ մի բան ասեմ, թե Աստված, թե իր ծառաները, որ միշտ քո հետ են եղել, գիտեն, թե ինչն է, որ դու ուզել ես ու չի ստացվել։ Հիմա գալիս է մի պահ, որ Աստված որոշում է, ես ուզում եմ քեզ այդ տամ, բայց մեր վերքը այնքան արդեն ծանր է։ Մենք մի քանի անգամ այդ փորձել ենք, ես չգիտեմ, թե ամենքս ինչ ենք արել։ Մենք մի քանի անգամ հույս ենք կապել,
մի քանի անգամ ճիշտ ենք մեզ պահել, ու չի նրա համար, որ չի եղել, որտեղ մենք սխալ ենք եղել։ Դու ինձ լսում ես։ Ուղղակի ամեն բան աստիճանաբար է ձևավորվում, ամեն բան։ Նես չէր, որ Եղիսեն պուճուր տարիքից հենց այդտեղով անցնում էր, ամեն բան աստիճանաբար է ձևավորվում։ Ու հիմա եկել էր ճիշտ ժամանակը, որ այս կինը որևէ բան չի ակնկալում, մի զարմանալի կին է, ինքը հաշվարկի կին չի։ Գիտես, եթե մեկը հաշվարկի լինի, գիտես ինչ է ստացվում, երբ որ մենք մի բան անում ենք հաշվարկով, ես հակառակն էլ կասեմ, որ սխալ տեղ չտանեմ, երբ որ մենք մի բան անում ենք հաշվարկով, լսի ինչ է կատարվում, այսինքն մենք սպասելիք ունենք ու դա անում ենք, լսի ինչ է կատարվում, հանկարծ մեր էության մեջ միանում է ժամացույցը։ Մի հատ մեխանիզմ է միանում, ու մենք ժամ ենք դնում։ Ու մենք սկսում ենք սպասել, որ այդ ինչը պիտի պատասխանվի, եթե այս տարի չէ, հաջորդ տարի անպայման, իսկ եթե հանկարծ քեզանից առաջ մեկի մոտ արդեն պատասխանվեց, արդեն խնդիր է առաջանում, այդ ժամացույցը սկսում է ազդարարել, որ գիտես ինչ կա, տունդ մարդ է եկել այն անկողինը հանի դիր իր համար։ Դուք ինձ հասկանում եք ինչ եմ խոսում։ Դրա համար այս կինը հաղթողը հենց սկզբից միգուցե իր տարիների խնդիրը իրան այնքան է կոփել ու ինքը չի ընկել ու ինքը չի վիրավորվել։ Այս զարմանալի կերպարը ինչի ենք ուսումնասիրում այս հերոսներին։ Անկամ անունը չի ասված, Սունամացի մի կին, պատահական մեկը, ինչի է իր մասին տեղ գտել։ Ոչ միայն Եղիսեի գործերն, այլ այս կնոջ գործերն է նաև։ Ինչի է տեղ գտել, որովհետև օրինակ է ինքը, որովհետև այսպիսի կերպարներն են, որ մինչև վերջ տեսնում են։ Ես ուրախ եմ, որ եկեղեցին ամուր է եւ մեկ անգամ եղել ասել եմ, որ հաղթողներն են հիմա ստեղ։ Ինչի, որտեղ դու բաներ անցել ես ու մնացել ես։ Նրանք, որ չեն մնացել, արդեն ստեղ չեն։ Բայց դասի մեր մեջ մնում է վերքեր, որ հաշտվում ենք դրա հետ։ Հենց դրանով ես դու ուժեղ։ Դու հասկանում ես ինչ եմ ասում։ Դու հենց դրանով ես ուժեղ, որ մնացիր, որովհետև դրա փոքրը ուրիշը ստացած, կամ ինչ որ բան, որ մտածել էր ու չստացավ, թողեց գնաց։ Բայց մի վարքյան, մենք էլ մեր խնդիրն ունենք, մենք էլ մեր խնդիրն ունենք։ Ձեր լավ կերպարով հանդերձ, մենք էլ մեր խնդիրն ունենք։ Երբ որ Աստված գալիս է արդեն, մենք ուզում ենք իրան ասենք, չէ, մենք քեզ այնպես սպասել ենք, դու չես եկել, հիմա էլ ուր ես եկել։ Լսում ես ինչ եմ ասում։ Որտեվ հարաբերությունդ նոր է զարգացել։ Որտեվ քո տանը արդեն ինքը, եթե ոչ ամբողջ տանը, բայց քո տարածքում ինքը սեփականություն ունի։ Բանալին իր մոտ է եւ քո մոտ է, այդտեղ տեղ կա, որտեվ բանալին արդեն դու իրան ես տվել, դու հասել ես միտեղ, որ ինքը սեփականատեր է արդեն, ոչ ամբողջի, բայց մասի։ Ես չեմ ուզում ասեմ, որ Աստված չգիտի, բայց ուզում եմ քեզ պարզ ասեմ, եւ տենց գրված է, որ այդ փոքրերի հրեշտակները ամեն օր իմ առաջ կանգնում են։ Սա Աստծո խոսքն է ասում։ Քո հետ փոքր տարիքից ծնվելուց հենց միգուցե մորվորովայնից չգիտեն։ Կան հրեշտակներ։ Անկեղծ եմ ասում։ Ցավոք մենք իրանց հետ չենք հարաբերվում, մենք այդ փորձառությունը շատ չունենք։ Բայց իրանք շատ մանրամասը գիտեն քո մասին, շատ մանրամասը։ Ու երբ որ չեմ ուզում ասեմ, որ Աստված չգիտի եւ երբ որ Աստված հարցնում է, բայց իրանք խոսել գիտեն։ Իրանք քո շահերը պաշտպանել գիտեն։ Եվ երբ որ պահը գա, որ Տերը մտածի, այսքան համբերատար եւ չվիրավորվող,
Տես ով է հաղթում, ինչի մասին ենք խոսում, նայի ով է հաղթում, հաղթողները պատահական չեն լինում, այդ ժամանակ անպայման այդ ծառաները, որ ծառայել են քեզ հետ, որ ապրել են քեզ հետ, իրանք ասելու են, այն, որ դու վաղուց արդեն մոռացել ես, պատրաստ ես Աստծո առաջ նորից հույս կապելու, բայց դրա համար պետք չի, որ անձով դա նորոգես, որ նորից վեր կստանաս, դրա համար թող մեր էության մեջ հոգին որոշող լինի, հոգին կառուցող լինի, հոգին տրամադրող լինի, հոգին և հանգստի տեղը տա, և սեղանը տա, և աթոռը, և գործնեությունը ապահովի։ Եվ ուրեմն Աստծո մարդու ասացի պես եղավ, կինը հղիացավ և մյուս տարի այդ ժամանակ, որ Աստծո մարդը ասել էր, երեխա ծնեց։ Եվ 18-րդ համարից գրված է, որ երեխան մեծացավ և մեկ օր գնաց հնձողների իր հոր մոտ։ Եվ ասաց հորը, գլուխս, և նա ծառային ասաց նրան տար իր մորը, և նա վերցրեց երեխային, բերեց իր մոր մոտ, մոր գրկի վրա մնաց մինչև կեսօր և մեռավ։ Գիտես, երբ որ ես կարդում եմ հնձողների մասին, ես հասկանում եմ, որ դրանք հրեշտակներն են։ Շատ չեմ ուզում հոգևոր ամեն ինչ կառուցեմ, բայց ուզում եմ ասեմ քեզ մի բան, որ անձով երբեք հոգևոր սկսած բանը մի շարունակի։ Չի կարելի։ Անձով դիպչել անգամ չի կարելի։ Եթե անգամ դիպչում է, շուտ կանգ առ։ Անձի մեթոդներով չենք կարող առաջ գնալ, այն էլ, որտեղ հնձողներն են։ Մենք հնձողների մասին հանդիպում ենք ուրեմն ավետարաններում, որտեղ որոմի մասին է գրված և նաև հայտնության գրքում, որ և հրեշտակը կգա և հունձքը կհավաքի։ Եվ ուրեմն հայրը, գիտեք արդեն, ադամական էությունը շրջապատված էր հրեշտակներով և երեխանը տեղ էր։ Եվ հանկարծ հիվանդացավ իմահ, որովհետև այն ինչ որ հոգուց է, հոգու պարգևն է, չի կարելի, որ օգտագործվի անձի կերպերով։ Եվ ուրեմն մահացավ երեխան։ Եվ ինչ արեց այս կինը, շատ զարմանալի է այս կինը, շատ զարմանալի։ Ինքը ամեն անգամ ինձ զարմացնում է, վերցրեց երեխային, տարավ դրեց Աստծո մարդու անկողնու վրա։ Այնտեղ, որտեղ միայն Աստծո մարդն էր քնում, հիշի, կան տեղեր, որոնց դու ձեռք իրավունք չունես տալու։ Այ հիշի, քո կյանքի մեջ, թե ֆիզիկապես, թե հոգեպես, բաներ կան, որոնք էլ ոչ մեկի համար չեն։ Այ տենց կառուցի կյանքդ, որքան ես չգիտեմ քառակուսիները, ես չգիտեմ այս կինը քանի հատ անկողին ուներ, բայց տեղ կա, որտեղ որ դու այլևս պիտի չկպնես, դու ես տվել, բայց էլ չպիտի կպնես։ Քո սենյակն է, բայց այլևս քոնը չի, քո անկյունն է, բայց այդտեղ Աստծո հետ հանդիպման տեղ է։ Դու պիտի կարողանաս իրան սուրբ պահես, որովհետև կա պահ, որ այդ սրբության տեղում բան ունես դնելու, ինչ քո գործերը, քո պտուղը։ Դու ինքը չես կարող այդտեղ պարկել, բայց քո պտուղը, երբ որ ինքը ընկճվի, մահանա, ինքը կարա այդտեղ պարկի։ Դու իրան կարաս այդտեղ պարկացնես և ինքը հարություն կառնի։ Մենք ամենքս կարիք ենք ունենում, որ մեր գործնեությունը հարություն առնի և մահվան չհանդիպի, որովհետև մահվան հանդիպի մեր պտուղը, համարյա թե նույնն է, որ մահվան հանդիպենք հենց մենք։ Այս կինը վերցրեց և այն տեղը, որտեղ որ երբեք որևէ ուրիշ մեկի չէր պարկացրել, սուրբ էր պահել, տարավ հենց այդտեղ դրեց, դուռը կողպեց և գնաց Աստծո մարդու մոտ։ Ստեղ է, որ ուրեմն ամուսնուն իմաց հանում ու ասում է մի ավանակ ուղարկի ծառայի հետ, որ ես գնամ Աստծո մարդու մոտ, և ուրեմն ամուսինն ասում է ինչ կա,
ուրեմն ասում է ինչ կա, որ ոչ ամսագլուխա, ոչ էլ շաբաթ, ուրեմն եւ նա էլ ասաց, հանգիստ տեղիր։ Ու վերջ։ Մեր մեջ ով է տենց ասում, ում։ Մեր էության մեջ։ Ով է ում ասում։ Ու այնի լռում։ Պատկերացնում ես։ Իրավունքը ունի անձը։ Ամեն իրավական իրավունքները ըստ Ադամի ունի անձը։ Ինքը կարողանում է լռացնի մեր մյուս բոլոր ձայները։ Հիմա այս կերպարի մեջ լռացնողը հոգին է։ Ու երկար խոսակցություն չկա, որտեղ ժամ էլ չկա։ Եթե պատմությունը սրտիդ հետ խոսում է, ուզում եմ մի հատ աղոթք անենք իրար հետ եւ խնդրենք, որ Աստծո հոգին իսկապես հյուրի պես չլինի։ Երբ որ մենք շատ ակտիվ ենք, մենք սենյակում լինողները մեզ խանգարում են, որտեղ մենք մտածում ենք։ Ու եթե շատ ակտիվ ես ու կարևոր անձ ես, մյուսներին լռացնում ես։ Ու կարող է այդտեղ Սուրբ Հոգին է նաև լռում։ Ու կարող է ինքն էլ է մի անկյունում, որտեղ դու ինչքան իրան տեղ տաս։ Ինքը չի նեղանա գնա, լսի։ Ինքը այտենց կմնա։ Երբ որ հանես, այդ վաղ կգնա։ Ու ինքը կարա նենց մնա, որ դու ոչ էլ իմանաս, որ ինքը տեղ է։ Որովհետև դու, ես, հասկանում ես ինչ եմ խոսում։ Ինչ տուն, ինչ բնակարան, կարա վառարանի են հետևն լինի։ Ու այնքան լուր, որ քեզ երբեք չխանգարի, որովհետև երբ որ ինքը խոսա, այ հարցա, ով կպատասխանի։ Դու ինձ հասկանում ես ինչ եմ խոսում։ Եվ մենք հիմա խնդրում ենք քեզ իմ Տեր, որ այս բանը մեր մեջ փոխես Տեր Աստված։ Մեզ համար ավելի հեշտ է այն ինչ որ տեսնում ենք, բայց դու ասեցիր, որ երանի է նրանց, որ տեսնում են նրան, որ բոլորը չեն տեսնում, երանի է դրանց, ովքեր որ չտեսնելով են տեսնում եւ հարաբերվում։ Սիրելի Տեր, մենք կարիք ունենք։ Դա մարդուց վեր է, դա մեր էությունից վեր է, դա մեր բիոլոգիային դեմ է, դա դեմ է ադամական բնությանը։ Բայց ամեն ուժեղը հասնում է մինչև վերջ։ Ու մենք ուզում ենք այսօր Տեր Աստված, ուզում ենք այն ուժեղը լինենք, որը որ անկախ թե կյանքի իրադարձությունները ինչ է բերել, ինչ է պատրաստել, ինչ վերքեր ունենք, ինչ էլ չենք ուզում հիշենք, մեզ երբեմն երաշտություն կարա նեղացնի, ոչ թե որ վատն, այլ որ հիշացնում է ինչ որ բան մեր կյանքից։ Մեզ կարա հոտառություն նեղացնի եւ այդտեղից խույս տա, ոչ թե որ վատն, այլ որ ինչ որ բան է հիշացնում։ Ու խնդրում եմ քեզ, որ մեր կյանքի մեջ նորոգումներ բերես։ Ուզում ենք կարողանանք, Տեր, կարողանանք այնպիսին լինել, որ հաճախ գաս եւ քո տանը ապրես, որ մեր սիրտն է, Տեր Աստված։ Ուզում ենք, երբ որ ինֆորմացիա կա, ոչ թե Ադամը խոսի, այլ ուզում ենք, որ քո հոգին խոսի մեր մեջ։ Եվ այս բանը գիտեմ, որ դու կարող ես անել, որովհետև դու ես ասել խնդրեք եւ կտամ ես։ Եվ մենք խնդրում ենք եւ այդ բանին ամեն բարի բանին հասել ենք անկեղծ խնդրելով, այսօր էլ նորից խնդրում ենք։ Ուզում ենք Տեր քո հետ քեզ նկատող լինենք, ուզում ենք Տեր մտածենք, բա դու հաց կերար, բա դու եկար, բա ներս մտար, թե մյուսների պես
միտեղ կանգնեցիր, մյուս հարցերի պես նեղացած մնացիր, բարի իմաստված, մեր կյանքի մեջ փոփոխություններ արա, մեզ առօրյան հաճախ ուրիշ տեղ է տանում, բայց խնդրում ենք, որ Տեր Աստված այսպիսի մի կերպար լինենք, ինչպիսին այս կինն էր, թող մեր ներսում իսկապես բարձրանա այս ճիշտ կերպարը, որ ոչ թե մի բանի կարիք ունի, այլ որ հենց կարիքը դու ես, որովհետև դու ես հենց կյանքը եւ ոչ թե կյանքը քո մոտ է, եւ մենք կարիք ունենք քեզ, ներգործի ես բան ամեն մեկիս մեջ եւ թող այսօրը Տեր մեզ հիշեցնի քո հետ հարաբերության մեջ առաջընթացի ևս մի քայլ ու թո անունդ բարձրանա մեր կյանքերի մեջ ամեն գիտես ես ասացի որ այս կինը սպասումներ չուներ եւ հենց տենց է ուղղակի ինքը հասկացել էր որ Աստված է եւ Աստված միշտ ճիշտ է անկախ նրանից այդ շրջանում դա քեզ ձեռ է տալիս թե ձեռ չի տալիս եւ սա էլ օրինակելի է որ մենք պետք է վերցնենք որովհետեւ մենք ոչ թե Աստծո հետ ենք որովհետեւ ինքը մեզ ձեռ է տալի մենք անգամ երգեր ունենք որովհետեւ դու բարի ես այո ինքը բարի է եւ հաճելի է բարիի հետ լինելը բայց եթե ինքը բարի էլ չլինի մեկը ինքն է չկա ուրիշ մեկը որ մենք ընտրենք սա թե նա ինքնա կյանքը եւ ինքնա ճշմարտություն եւ ինքը միշտ ճիշտ է եւ հավիտյան ինքը բարի ու ողորմած է ամեն այս կինը զարմանալի է իր կերպարով եւ ես ուզում եմ զուգահեռներ բերել եւ հիմա դեպք կա կատարվել ու այս կինը գնում Աստծո մարդու մոտ ու կտեսնենք թե Աստծո մարդը ինչպես է վարվում այսպիսի էլի կերպարներ կար մի հարյուրապետ Ղուկասի ավետարանում գրված, որի մասին գրված է Ղուկասի ավետարանում, ես հարյուրապետը մինչև ինքը գգար Հիսուսի մոտ, ծերերն են գալիս։ Ու ծերերը են մարդիկ են, որ գիտեն, թե դու ով ես։ Ու ծերերը գալի ասում են, այս մարդը, այս հարյուրապետը, բարի գործեր ունի։ Ու գիտես, գործերը թվում է, թե չեն խոսում, բայց այս հարյուրապետի դեպքում գործերը խոսել գիտեին։ Եվ փոխանակ մենք շատ խնդրենք մի բանը, թող մեր խաղաղ պայմանների, անիմաստ օրերի, թվացող անիմաստ օրերի համագումարը խոսի, արած գործը խոսի։ Այս կինը արել է ոչ թե նրա համար, որ մի օր ես երեխա կունենամ, ու այդ երեխան որ մեռնի, տանելու եմ դնեմ այդտեղ, այդ մահճակալի վրա ու իրան ասեմ դե արի հարություն տուր չկա այս միտքը ինքը ընդհանրապես երեխա չեր սպասում ինքը անգամ չի ոգևորում որ իրան ասում են կլինի ինքը առնում է այն ժամանակ երբ որ ինքը չգիտի վաղ իրան ինչ է սպասում բայց որ վաղ ինչ որ բան կա սպասվող եւ ես հիմա չեմ խոսում որ դու պատրաստես որ վաղը մի բան պիտի լինի հանկարծ տես բանի չպատրաստվես, ոչ քո Աստվածը քո հետ է, մեր Աստվածը մեր հետ է, բայց ես ուզում եմ ասեմ, որ ինչ որ բան մի օր լինում է, մինչև այդ օրը, ինչպիսին է մեր հարաբերությունը իրական Աստծո հետ, որտև այդ օրվա խնդրածը հնարավոր է տենց էլ չլինի։ Այդ օրվա խնդրածը, երբ որ արդեն խնդիրը առաջացավ, հնարավոր է չպատասխանվի։ Եվ ոչ էլ խոսում են, որ անհավատությամբ լծվեք, որ կարող է խնդրեք ու չլինի, ես էլ չեմ խոսում։ Շատ նորեր, հենց խնդրում են ու լինում է, այդ էլ չեմ ասում։ Մենք ասում ենք Աստծո հետ ճիշտ ընթացք անցնելու, մենք խոսում ենք Աստծո հետ ճիշտ ընթացք անցնելու մասին։ Եվ երբ որ գալիս է դժվար պահը, խոսում է նրա գործերը եւ ոչ թե ինքը։ Ու գալիս ու գալիս է Գեհեզիի մոտ, Կաղմեղոսար եւ ընկնում է նրա ոտքերը, ներողություն գալիս է Եղիսեի մոտ, ընկնում է նրա ոտքերը, Գեհեզին ուզում է հեռացնի եւ Աստծո մարդը ասում է չէ, որովհետեւ նրա սիրտը ընկճված է, մի հեռացում։
Եվ ուրեմն այստեղ հիմա գտնեմ տեղը, եւ ուրեմն ինչա տեղի ունենում։ Կինը ասում է, որ այն երեխան, որ տվել էր, մահացել է, եւ Եղիսեն ուղարկում է Գեհեզիին տալով իր գավազանը։ Դու գիտես գավազանը ինչ բան է, գավազանը դա իշխանության եւ զորության խորհուրդն է, իշխանություն, որի մեջ կա զորություն եւ գործեր, տալիս է Գեհեզիին եւ նախորոք ասում է գոտիդ մեջքիդ կապիր։ Եվ ուրեմն տալիս է գավազան, բայց ասում է, երբ որ գնաս, որևէ մեկին բարև չտաս եւ եթե քեզ բարև տան, բարևը չառնես։ Այսինքն պայման կա, ամեն բանի համար պայման կա։ Եվ երբ որ մենք լսում ենք Աստծո ձայնը, որ ինչ որ բան մեզ ասում է, միշտ տապիր, ուրախանալ, քաջանալ կամ տխրել, պետք է մինչև վերջ լսել։ Շատ Աստծո ձայնը լսողների համար կա լուրջ խնդրեմ, որ լսում են մի մասը։ Եվ քանի որ ոգևորվում են, այն մյուս մասերը չեն լսում։ Ես չգիտեմ, դու լսում ես Աստծո ձայնը, հոգու ձայնը, զանազանում ես մտքի ձայնից։ Ընդ որում ասեմ, որ եթե դու ուզում ես լուրջ Աստծո մարդ դառնաս, գոյություն ունի Աստծո հոգու ձայնի երեք կերպ, ես դա եմ բացահայտել։ Ինձ համար դա է բացահայտվել։ Աստված կարողանում է խոսել հայտնապես, sense բարձր ձայնով, բայց դա լինում է կյանքում մեկ անգամ, երկու անգամ, եւ եթե դու ուզում ես լինել Աստծո լուրջ մարդ, դու պիտի կարողանաս լսել ամեն օր, ամեն վայրկյան, լսում ես։ Մենակ մի անգամ կյանքի մեջ լսելով կամ երկու կամ 10 անգամ չես կարող ճիշտ ընթացք ունենալ։ Այնպես որ ամենահաճելի ձայնը, որ բարձր քո հետ խոսի, եթե դու դրան սպասես, ճիշտ չես կարող առաջնորդվել։ Երկրորդ ձայնը հոգու բարձր ձայնն է։ Նրանք ովքեր որ ունեցել են, հոգու մեջ է դա լինում, ներքին աշխարհում է լինում, բայց դու անմիջապես վեր ես թռնում, զանազանում ես, որ Աստված խոսեց։ Դա բարձր ձայն է, բայց հոգու մեջ, ներքին աշխարհում։ Ինքը շատ բարձր է, չես կարող իրան չտարբերել։ Դա էլ լինում է, կարա դա լինի 5 տարին մեկ անգամ, գիտես, ես դոգմատիկ բաներ չեմ ասում, օրինակներ եմ բերում։ Եվ չեմ ուզում քո հավատքի վրա հանկարծ ազդեմ, որովհետև հնարավոր է քո մոտ դա լինի օրը մի անգամ, չգիտեմ, որը իմ դեպքում անհնար է եղել։ Ուրեմն ամենահաճախը Սուրբ Հոգին խոսում է մտքի ձայնի նման։ Ամենահաճախը ամեն օր խոսում է, ամեն օր։ Բայց իրան զանազանելն է շատ բարդ, որովհետև իրանք շատ նման են։ Այ եթե դու փորձես այդ ձայները զանազանել եւ կյանքիդ ինչ որ ընթացք օգտագործես այդ ձայները զանազանելու մեջ, կգա ժամանակ, որ դու ճիշտ առաջնորդվող մարդ կդառնաս։ Սա ամենալուրջ բանն է, շատ լուրջ բան է։ Եվ այս կնոջ մոտ հենց այդ էր կատարվել։ Իրան մոտ ամուսնու ձայնը, այսինքն անձի ձայնը շատ էր իջել։ Ինչքան խոսեց ինքը։ Ընդամենը մի անգամ է խոսել, այս ամբողջ մեծ պատմության մեջ։ Էլ ապրեցին, էլ երեխա ունեցան, էլ մեռավ, մի անգամ է խոսել։ Բա խես գնում որ։ Всё, այդքանը։ Ոչ մի ուրիշ բան չի խոսել։ Եվ ուրեմն Գեհեզին պիտի կապեր արդարության գոտին, որ կարողանար այդ ճանապարհը այդտեղից մինչև կնոջ տուն, այդ Աստծո մարդու մոտից մինչև կնոջ տուն, անցներ առանց ուրիշ շարժառիթի։ Գիտես, այն ժամանակ Եղիսեին այդ շրջաններում շատ լավ ճանաչում էին եւ շատ լավ գիտեին նաեւ Գեհեզին։ Եվ տեսնելով գոտին կապած եւ այդ զորությունը, որ պատկանում էր Եղիսեին, դա մեծ պատիվ էր, դա դիրք էր եւ այլն։ Հասկանում եք ոնց որ հանկարծ ձեզ գան ձեր տան մոտից մի տենց ուղեկցող շարասյունով միտեղ տանեն։ Եթե ցուրտ է լինի, ոնց որ ակամայից ուզում ես պատուհանը իջացնես, որ տենան, որ դու ես մեջի վերջո։ Հասկանում ես։ Սենց բան տեղի ունեցավ Գեհեզի հետ։ Երբ որ կանգնում ենք Աստծո առաջ եւ պիտի օգտագործենք զորությունը, չի կարելի որ որևէ մեկի հետ խոսենք։
որևէ մեկի հետ, այդ թվում մեր անձի հետ եւ հենց մեր անձի հետ, հատկապես մեր անձի հետ, որովհետեւ ոչ թե դրսի մարդիկ էին պատճառը, որ Գեհեզին բարևեց, այլ իր ներսի շարժառիթներն էր։ Մատ տեսեք թե ով եմ ես դառել։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Զորությունը ծախսվեց ուրիշ բաների վրա։ Դրա համար Տերը ասում է, որ բաներ ունես, որ եթե իրան չօգտագործես, ինքը մեծ զորություն կառաջացնի։ Բայց եթե դու մեկից փառք առնելու, մյուսի մոտ երևալու են, մյուսի մոտ ինչ-որ մի բան առաջ տանելու համար օգտագործես, ինքը կծախսվի եւ ֆուտլյարը կմնա փայտը առանց զորության։ Դուք հասկանում եք ինձ։ Դողացեք ամեն բանի վրա, ինչ որ Աստծո ու քո հարաբերության մեջ է։ Ամեն բան, ինչ որ ուրիշ մակարդակներում է, այդքան էլ կարևոր չի։ Եվ ուրեմն Գեհեզին առաջ ընկավ, գնաց եւ հետո կինն ասաց, որ ես քեզ բաց չեմ թողելու, եւ Եղիսեն վեր կացավ։ Երբ որ ճանապարհին էին, ուրեմն Գեհեզին վերադառնում էր արդեն, գնացել էր, դրել էր գավազան, ինչպես ասել էր, դեմքին էր դրել, բայց ոչինչ չէր եղել։ Վերադարձին Գեհեզին հանդիպեց ուրեմն Եղիսեին եւ ուրեմն պատմեց, որ ոչինչ չեղավ։ Երբ որ Եղիսեն մտավ տուն եւ ահա տղան մեռած նրա անկողնու վրա պառկած էր։ Եվ նա ներս մտավ եւ դուռը կողպեց իրենց երկուսի ետևից։ Եվ աղոտ քարավ տիրոջը եւ վեր կացավ եւ պառկեց երեխայի վրա։ Եվ դրավ իր բերանը նրա բերանին, եւ իր աչքերը նրա աչքերին, եւ իր թաթերը նրա թաթերի վրա։ Եվ կռացավ նրա վրա եւ երեխայի մարմինը տաքացավ եւ ետ դառավ տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց եւ վեր կացավ, կռացավ նրա վրա եւ երեխան 7 անգամ փրշտաց եւ աչքերը բացեց։ Եվ կանչեցին երեխայի մորը եւ երեխայի մայրը, մինչեւ երեկո ընկած երկրպագում էր Աստծուն եւ գոհանում էր։ Հիմա սիրելիներս, այս հատվածում ինձ համար դասը հետեւյալն է։ Եթե Աստված մի բան պատրաստվում է մեզ տա, մենք չարժի, որ իրան Կիկոսի մահի պատմությունը բերենք։ Եվ եթե Կիկոսի մահի պատմությունը բերենք, այս կինը հնարավոր է, որովհետև երբ որ եկավ Եղիսեի մոտ, ասում էր, ես քեզանից խնդրել էի երեխա, որ ինձ տվեցիր։ Եվ հնարավոր է, որ ինքը մտածում էր, բա որ երեխա ունենամ, մի օր էլ մեռնի։ Գիտես, երբ որ Աստված քեզ ինչ-որ բան առաջարկում է, վստահ վերցրու դա, որտեվ Աստծո տվածը, որ մեռնի էլ կապրի։ Ամբողջ խնդիրը նա է, թե մենք ինչքան կմնանք ամուր եւ հավատարիմ։ Աստծո տվածը երբեք չի մահանում, որ մեռնի էլ կապրի։ Սա հենց Տիրոջ ասած խոսքն է, նրան հավատացողները այդպիսի ժառանգություն ունեն։ Եվ երբ որ Եղիսեն եկավ, ասեցի արդեն Աստծո կերպարն է, սա շատ մարգարեական է այս դրվագը, եւ երեխան արդեն մեռած էր, այսինքն ինչ, այսինքն դեպի հողին էր գնում, հա, իսկ Աստված վերևից նրա վրա կռացավ։ Գիտեք, ինչպես Աստված մի օր իր պատկերով ստեղծեց մեզ եւ Եղիսեն, ասացի արդեն Աստծո կերպարն էր եւ ստեղծում էր արդեն դեպի հողը գնացող կերպարի կյանքը, վերարտադրում էր կյանքը եւ Տեր Հիսուս նույնպես նույնը Հայր Աստված, նույնը Տեր Հիսուս նույնպես նրա աչքերը տեսան այն անարգանքը, որ մեզ էր պատկանում, նրա թաթերը, նրա ձեռքերը, այստեղ գրված էր թաթեր, նրա ձեռքերը, որ մերը պիտի խոցեին, նրանը խոցեցին, նա վեր առավ մեր ամբողջ վշտերը, մեր ամեն անարգանքը, մեր ամեն ցավերը եւ ուրեմն տվեց, հիմա ուզում եմ ասեմ, Հիսուս, առողջ Հիսուս, որ վերցրեց մեր հիվանդությունները, մեր ցավերը, մեր
մահը, մեր մեղքը, այդ ամեն ինչը, ինչ եղավ Իրանը։ Իրանը իր ներսում էր։ Ու հանկարծ վերցրեց մեր այդ ամենը, ինչ եղավ Իրանը։ Ումը վերցրեց։ Օրինակ հիվանդությունները վերցրեց։ Բա ինչի ես հիվանդ։ Ուրեմն չի վերցրել։ Այդ դեպքում իր առողջությունը ինչ եղավ։ Եթե քո հիվանդությունը վերցրեց, իր առողջությունը ինչ եղավ։ Տալիս է նրան, ումից որ վերցրեց։ Ուզում եմ այսօր զորանաս եւ ավելի քաջ լինես, որովհետեւ քո Աստվածը քեզ բարձրացրել է ոչ նրա համար, որ որևէ մեկը կարողանա ցածրացնի։ Քո Աստվածը քեզ բարձրացրել է եւ դու տեսնում ես էլ, որ կարողանում է ինչ-որ մեկը ցածրացնի։ Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ մեր էության մեջ հոգին ավելի փառավորվի։ Սուրբ Հոգին ավելի տեղ ունենա եւ մենք ավելի լսենք ու ճանաչենք իրեն եւ ես վստահ եմ քեզ ասում, Աստված ծրագիր ունի։ Եթե դու լսում ես Աստծո խոսքը եւ հասկանում ես, Աստված վաղուց քո նկատմամբ ծրագիր ունի։ Գիտես, ես շատ մարդկանց խոսել եմ Աստծո խոսքը եւ տրամաբանությամբ ինձնից ավելի առաջ են եղել եւ գիտելիքով ու չեն հասկացել ինչ եմ ասում։ Եթե դու լսում ես ու քեզ դա հասկանալի է Աստծո խոսքը, ես քեզ ուզում եմ ասեմ, դա արդեն շատ մեծ բան է, որովհետև դու ընտրված ու կանչված ես, այլապես դու չէիր հասկանա։ Եթե դու ընտրված ու կանչվածն ես, ուրեմն ես քեզ ուզում եմ ասեմ, միայն թե սկսի նրա այդ հարաբերությունը, կտեսնես, որ այն ինչ որ դու վաղուց արդեն էլ չէիր կարող երազեիր, վաղուց արդեն դրա մասին չես ուզում լսել, դրա մասին հիշեցնող բաներն է քեզ թվում, քեզ զայրացնում։ Ուզում եմ քեզ ասեմ, քո Աստվածը պատրաստել է ինձ ու քեզ համար նոր հարթակ։ Ինչ կասեն ուրիշները։ Ինչ ուզում եմ ասեմ։ Եթե դու վստահ ես Աստծո հետ ես, ուրիշները ինչ կասեն։ Թո ձեր բարձրացնի այն մարդը, որ այս չի հասկանում, որ չի ապրում երբեմն հանուն ինչ կասենի, դե ձեր բարձրացրու։ Որ չի ապրում հանուն ինչ ասենի, իր համար մեկ է ինչ կասեն։ Կան, մարդիկ կան, մեկ է ինչ կասեն։ Դե ասում եմ, դու ավելի մեծ շանս ունես, եթե դու տեղ հասել ես ու գիտես քեզ, որ դու տեղ հասել ես, դու մեծ շանս ունես Սուրբ Հոգու հետ հարաբերություն կառուցի։ Լուրջ եմ ասում։ Այս կնոջ համար մեկ էր ով ինչ կասեր, ընդհանրապես մեկ էր եւ հոգու համար, այդ անձի համար է կարեւոր ով ինչ կասի։ Հոգու համար բացարձակ մեկ է, թե ով ինչ կասի։ Միայն Աստված ինչ կասի, սա է կարեւորը։ Ուզում եմ, որ այսօր Տիրոջ հետ խոսես։ Ոչ նենց, որ խոսում ես տենց, Տեր ջան փառք ես, ոչ տենց, բան ասա իրան, բան չունես ասելու, չկա բան, որ անցնում արդեն, քեզ թվում է, որ հեսա տեսողությանը դաշտից կհեռանա, որոշները կարծում են, հեսա կավարտեն, հեսա արդեն մոտ է, ևս մի քանի տարի ու կավարտեն, միգուցե տարիքն էլ շատ մեծ է, չես ավարտելու, եթե դու լսել ես Աստծո ձայնը և Աստված եկել է ապրում է քո կյանքի մեջ, ու ինքը քո հետ ծրագիր ունի, չես անցնելու, եթե դու իրան չմերժես։ Ինչի իրան մերժենք, որովհետև Տերը ում հետ սկսում է, նաև ավարտել գիտի։ Իսկ Տերը քո հետ արդեն սկսել է, եթե դու Աստծո խոսքը լսում ես ու ինքը արդեն սկսել է քո հետ։ Նոր չի որ պիտի սկսի։ Արի վերանայենք, միգուցե 10 անկողինը մեզ պետք է չի գալիս տենցել։ Միգուցե այդ սուտ է, որ ասում են, բա որ ընդեղից հյուրեր գան։ Արի մի հատը Տիրոջ տանք։ Միգուցե այդքան սենյակներ, գիտես մենք սրտի ինչքան սենյակներ ունենք, միլիոնավոր։ Եվ մենք Սուրբ Հոգուն ապրեցնում ենք մեզ հետ ոչ թե նրա համար, որ շատ ենք իրան սիրում, այլ նրա համար, որ իրան չենք Տեր եւ լիա իշխան ճանաչում։
ու Աստծո հոգին այսօր ուզում է բան անի։ Աստծո հոգին ուզում է վերցնի աննշանի ու ասի տես ես քեզ ով եմ դարձնելու։ Ամբողջ այդ քաղաքում, ամբողջ այդ գյուղաքաղաքում թե գյուղում հնարավոր է այս մի կինն էր, որ չուներ երեխա։ Այսինքն այդ հարցով ամենավերջինը։ Աստված ուզում է վերցնի վերջինն ես, նախավերջինն ես, ով ես։ Վերցնի եւ դարձնի հանրաճանաչը։ Ինչի, որովհետև լույսը պիտի հանրաճանաչ լինի։ Լույսը չի կարող թաքնվի։